Վերջին զանգ սերիալում Աննան իրեն կորցրած դեսուդեն է թափառում։ Նա, ով մինչև հիմա համբերատար ու հեզաբարո կերպարով փորձում էր առաջ շարժվել կյանքում, այժմ կանգնել է հուսահատության առաջ։ Մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ այցելում է Միքայելի տուն, փորձելով գոնե մի բառ, մի հուշ ստանալ իր վաղուց կորցրած երեխայի մասին։ Բայց Միքայելը, ինչպես միշտ, իրեն պահում է իր ցինիկ կերպարին համահունչ։ Ոչ միայն ոչինչ չի բացահայտում, այլ նաև պատասխանում է կիսաժպիտ լռությամբ կամ անիմաստ արտահայտություններով, որոնք միայն խորացնում են Աննայի ցավն ու շփոթմունքը։ Բուժկրոջ հանկարծակի մահը ևս մեկ ծանր հարված է ինչպես Աննայի, այնպես էլ Սոսի համար։ Երկուսն էլ սպասում էին այդ կնոջից, գուցե վերջին հույսով, որ նա մի բառով կփրկի իրենց տարիների տևող տառապանքից, բայց այդ հույսն էլ վերջացավ։ Իսկ նրանց դիմաց կանգնած են Լիլիթը եւ Միքայելը, գաղտնի դաշնակիցներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ողջ ճշմարտությունը չբացահայտվի։ Նրանք պարբերաբար կապ են պահում, հաշվի են առնում յուրաքանչյուր մանրուք, զգուշորեն վերահսկում, ով ում հետ խոսեց, ով ուր գնաց եւ ամենակարևորը ինչի մասին։ Լիլիթը հասկանում է, որ իր վրա կախված վտանգը իրական է։ Սոսը բաց տեքստով ասում է. կխեղդի նրան, եթե իմանա, որ Լիլիթի մատը խառն է երեխայի անհետացման պատմության մեջ։ Բայց որքան էլ տարօրինակ հնչի, այս ամենի ֆոնին Սոսը շարունակում է ապրել նույն տան մեջ Լիլիթի հետ։ Նա սպառնում է, գոռում, զայրանում, բայց ոչինչ չի անում։ Ինչպես տարիներ առաջ լուռ մնաց իր գլխին կախված իրական ճակատագրական հարվածի պահին, այնպես էլ հիմա թույլ է ու անվճարական։ Եվ այս բոլոր մութ ու խառնաշփոթ իրադարձությունների մեջ ամենաանարդար պահվածք ունեցողը Հենրին է։ Լավ, ենթադրենք Անգելինային չի ասում ճշմարտությունը, վախենալով, որ կկորցնի նրան։ Թողնենք մի պահ այդ սիրո հարցը, բայց ո՞րն է պատճառը, որ նույնիսկ Աննային, իր մորը ոչինչ չի ասում։ Չէ՞ որ Աննան կյանքում ամենաշատը արժանի է իմանալու ճշմարտությունը։ Միթե չի խղճում նրան, այդքան խաբված, այդքան տարիներ շարունակ բեռը ուսերին կրող իրեն անսահման սիրող մորը։ Բայց ոչ, ինչպես երևում է Հենրին հոր ճանապարհով է գնում, լռության, վախի ու սեփական կաշվի փրկման ճանապարհով։ Եվ հենց այս լռության պատճառով է, որ ճակատագրի ամիվը շարունակում է կոտրել բոլորի կյանքի առանցքները։ Իսկ երբ Աննան ու Սոսը ամենուր փնտրում են իրենց կորած դստերը, չգիտակցելով, որ Անգելինան իրենց աղջիկն է, այդ նույն Անգելինան հայտնվում է շատ լուրջ վտանգի մեջ։ Նոյի սպանությունը, որը հենց իր աչքի առաջ տեղի ունեցավ, ոչ միայն վերափոխվեց նրա հոգեվիճակը, այլ նաև բացեց մի վտանգավոր դուռ։ Նա շարունակում է համագործակցել ոստիկանության հետ, ցուցմունքներ է տալիս հանուն արդարության։ Բայց հենց այստեղ էլ սկսվում են սպառնալիքները, նրան բաց տեքստով զգուշացնում են. եթե չդադարի, ապա Նոյի հետևից ինքն էլ կգնա։ Բայց Անգելինան չի վախենում, եւ հիմա նա պատրաստ է մինչև վերջ պայքարել, թեկուզ գինը իր սեփական կյանքը լինի։ Անգելինայի այս համարձակությունը ստիպում է անհանգստանալ թե Վիկտորիային, թե Ավագին։ Նրանք հասկանում են, որ այլևս իզորու չեն կանգնեցնել այս աղջկան, ում համար պայքարը դարձել է կենսական։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով, ում միջոցով է բացահայտվելու գաղտնիքը։ Գրեք մեկնաբանություն։ Հղի եք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել, ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Էլինը մեջ ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց
այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սերտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ դեռ Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ եի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонги каскасвеш. Ոնց կարանք դու նежная душа ունենաս, սերվա։ Սերունդա բստյարվի։ Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր սպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լյովը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք ես տեսանեն ժողովուրդ։ Շատ։ Փորձեմ լավ խաղամ։ Ինձ լավ բաներ գրեք, ոգևորվեմ, որ լավ խաղամ։ Տեսեք աչքերս տակն արդեն ուռած կեսը նկարել ենք։ Так что սպասում եմ ձեր լավ խոսքերին։ Գնում ենք նկարահանման մեր տրիոն։ Լավ ենք ամեն ինչը։